Բարի երեկո, խոսքի իրավունքում Էդմոն Մարուկյանն է, բարև ձեզ, շնորհակալ եմ, որ համեցել եք։ Բարև ձեզ։ Երեք մարդու իրավունքների օրներ, ասում եք անմեղ մարդիկ բանտերում են, ավազակները դրսում։ Երբ կամ ոնց բռնել այդ ավազակներին, որ ուժայինները Հազիվ Փաշինյանի տեղաշարժն են ապահովում եկեղեցուց եկեղեցի։ Գիտեք, ես արդեն մի քանի անգամ խոսել եմ այս թեմայով, որ Հայաստանը դարձել է չկառավարվող պետություն, այսինքն այն ոլորտներում, որ մենք ունենք խնդիրներ, այդ ոլորտները դարձել են չկառավարվող, այսինքն բացի այն, որ ամեն ոլորտի ղեկավարի ասված է, որ ռիլեր նկարի եւ դիտ Facebook, որ քո ակտիվությունը երևա, որ դու ինչ ես անում, իրական աշխատանք դրանից ներքև չկա։ Բայց քաղաքաբանտարկյալների հարցը քաղաքական հարց է բնականաբար, այդ մասը եւ սեփական իշխանության անվտանգությունն ապահովելու մասը խստիվ կառավարվում է։ Այս կայ որ օրական մենք տարատեսակ հանցագործություններ ունենք փողոցներում, օրական որ բռնություններ ունենք, տարբեր դեպքեր ունենք, նաև քաղաքական բռնության դեպքեր ունենք, այդ դրանք չեն բացահայտվելու եւ չեն գտնվելու, բայց Միքայել Սրբազանի եւ մյուս մեր հոգեորականների, չգիտեմ, Սամվել Կարապետյանի բոլորի անունները չտամ, նման անմեղ մարդիկ հենց հիմա գտնվում են օրինակ KGB-ի պատվալում, ես այդպես եմ ասում, որ KGB-ի դեմ իբր պայքարողները KGB-ի պատվալ են ինչ այսօր օգտագործում։ Ասում եք Նիկոլ Փաշինյանի պայքարը եկեղեցին մաքրելու մասին չէ, շատ լավ։ Համակարծիք եմ ձեզ հետ, որ դա այդպես է։ Բայց ինչի համար է, նրանց վրա էլ վերահսկողություն սահմանելու համար է, թե կուրորեն հանձնարարական է անում, եթե այդպես է, եթե հանձնարարական է անում, ում հանձնարարականն է անում եւ ինչի մասին է այդ հանձնարարականը։ Գիտեք, մի քանի շերտ կա։ Առաջին շերտն այն է, որ ես կարծում եմ, որ ներքին խնդիր է լուծվում, ավելի կառավարելի հայ-առաքելական Սուրբ եկեղեցի ունենալու, որը առաջին հայացքից անհնար բան է, բայց եթե եկեղեցու կառավարման բուրգը փլուզվի, այն այնպես է փլուզվելու, որ նաև Հայաստանի տարածքից դուրս եղած եկեղեցու կառույցները լրիվ այլ տրամաբանության մեջ են դրվելու։ Այսինքն սա ներքին խնդիր է, որ Փաշինյանը ուզում է այս խնդիրը իր համար, ինքն իր համար լուծի, որ իր դեմ խոսացող մի ինստիտուտ, եւ այստեղ իր դեմ խոսացողն էլ մի քիչ փոխաբերական է, որտեղ ոչ թե ավելի շատ իր դեմ խոսացող, այլ Հայաստանի հայ ժողովրդի ազգային հարցերով խոսացող մի ինստիտուտ չլինի։ Մյուս շերտը դա գալիս է դրսից։ Հայ-առաքելական Սուրբ եկեղեցին հայ ժողովրդի ամենակայացած, ամենահին, ամենակազմակերպված ինստիտուտներից է, որը որպես ցանց, որպես network իր մեծ ազդեցությունն ունի քաղաքականության վրա, այսինքն մեր արտաքին քաղաքականության վրա, որ հայկական նարատիվները լոբինգ անելու, հայկական նարատիվները պաշտպանելու իմաստով այն մեծ դերակատարում է ունեցել միշտ։ Իսկ հիմա, քանի որ հայկական նարատիվներ չկան, դրանք փոխվել են եւ կա ադրբեջանական նարատիվներ, որոնք ներդրվում եւ տեղայնացվում են մեր տարածքում, այլևս այդ ինստիտուտը պահելու կամ այդ ինստիտուտը ունենալու կամ նման ինստիտուտ ընդհանրապես ունենալու առումով պրոբլեմատիկ է նմանատիպ իշխանության համար։ Եվ մենք այդ համընկնումները իզուր չէ որ ունենք, օրինակ Ադրբեջանի հոգևոր առաջնորդը Փաշազադեն տարբեր առիթներով ասում է, որ Հայաստանի ազգային Սուրբ եկեղեցին վտանգ է տարածաշրջանի համար, հա։ Եվ հետո կա վարչապետի արդեն հայտարարություն, որ ինքն ասում է Գարեգին կաթողիկոսը սպառնալիք է Հայաստանի Հանրապետության համար։ Եվ այս համընկնումները օթիշ չեն։ Այսինքն միաժամանակյա process է գնում ներքին ներքաղաքական խնդիր լուծելու, եկեղեցին որպես այդպիսին որպես ինստիտուտ ճզմելու, անդեմ դարձնելու իմաստով, եւ մյուս կողմից նաեւ արտաքին քաղաքական պահանջարկ կա ձևավորված ընդդեմ Հայաստանի մեր ճշնամի պետությունների կողմից, որ պետք է այդ ինստիտուտը վերացվի, ոչնչացվի։ Եվ նաև դրա համար է, որ օրինակ խոսում են, որ օրինակ մեր հիմնը պետքա լինի, օրինակ ինչ են ուզում, որ Հայաստանի հիմնը լինի, որ ակնհայտ է, որ այդ հիմնը, մեր հիմնը տեղադրելով եկեղեցու, օրինակ ցանկացած պատարագից առաջ, հա, դրանով խնդիր է լուծվում, որ դրսում Հայաստանից առաքելական Սուրբ եկեղեցու մնացած կառույցները, հա, թեմերը, ինստիտուտները չկարողանան այդ նույն մոտեցումը ցուցաբերել եւ տարանջատվի, փլուզվի ամբողջ տրամաբանությունը։ Մյուսը, որ նաև այդ պահանջները իրավաբանորեն կարող եմ ասել, որ հակասահմանադրական են, որտեղ վերջին հաշվով սահմանադրության պետությունը եւ եկեղեցին անջատեն եւ պետական ցանկացած խորհրդանիշ, եթե պետությունն է պարտադրում, որ դա լինի,
դա արդեն ոտնահարում, այլ բանա որ եկեղեցին ինքն իր կամքով որոշի, օգտագործի եւ նաեւ բազմաթիվ միջոցառումների ժամանակ մենք գիտենք, որ սկսվում է հիմնով, հետո տերունական աղոթքով։ Հա, այսինքն դա կամավոր է։ Եթե կառավարության նիստերն էլ ինքը տերունական աղոթքով սկսի, որը շատ ավելի տրամաբանական է։ Գիտեք, քան հակառակը։ երբ որ այս դրոշի հարցը մտա, որ մեր դրոշը տեղադրենք եկեղեցում, ես նաև մտածում էի, որ վերջին հաշվով, տեսեք, մենք ընդունել ենք մի դրոշի տարբերակ, որի վրա խաչ չկա։ Առաջին քրիստոնյա ազգն ենք, որ եղել է նման լոբինգ նաև, որ լավ կլիներ մի այնպիսի դրոշի տարբերակ ունենանք, որի վրա խաչ լինի։ Հիմա գնում է իշխանությունը ընդհակառակ տրամաբանությամբ։ Այսինքն ուզում է դրոշը մտցնի այնտեղ, որտեղ որ ավելի վաղ տրադիցիաներ եւ բաներ կային, քան մեր պետությունն է ստեղծվել որպես այդպիսի։ Դա խորը փիլիսոփայական քննարկում է, բայց վերջին հաշվով այն ամբողջությամբ միտված է փլուզելու, քանդելու այդ կազմակերպված, այդ կարևոր ամենաուժեղ հայկական ինստիտուտը։ Շատ խելացի հիմնավորված դիագնոզում վերլուծում եք իրավիճակը, ես ժամանակ առ ժամանակ ինչքան որ հնարավոր է լինում հասցնում եմ, հետևում եմ ձեր լայվերին, ավելին նաև խնդրի լուծման ձեր բանաձևերն եք առաջարկում, որը շատերը չէ որ կարողանում են անել, իսկ վստահության դեֆիցիտ չեք զգում ձեր հանդեպ, ձեր առաջարկածի հանդեպ, պայմանավորված նրանով, որ դուք ոչ վաղ անցյալում եղել եք Փաշինյանի ասած ասեմ կաբինետում պաշտոնյա։ Գիտեք, մեզ տարբեր ժամանակներ, տարբեր նմանատիպ քննադատություն ասեմ, թե հորդոր ասեմ, ոնց ձևակերպեմ, հա, մենք ունենում ենք, բայց եկեք դիտարկենք ամբողջ քաղաքական դաշտը։ Քաղաքական դաշտում այսօր քաղաքական ինստիտուտները, կուսակցությունները, քաղաքական գործիչները բոլորը ապրում են ճգնաժամ, վստահության ճգնաժամ, բնականաբար յուրաքանչյուրն ունի իր հետևորդների որոշակի թիվը, որոշակի զանգվածը, բայց մեկը ճգնաժամը բոլորի մոտ կա։ Հիմա եթե ես որևէ առաջարկ անում եմ, ինչպես դուք նշեցիք, դրա այդ նաև քննադատում եմ եւ առաջարկ եմ ներկայացնում, դա նաև կառուցված է մեր ունեցած փորձի վրա։ Այդ փորձը որտեղից կարող ենք մենք ունենալ։ Օրինակ փողոցից եկած որևէ մարդ չի կարող այսօր Հայաստանի բանակցային արտաքին քաղաքական process-ների վերաբերել որևէ առաջարկություն անի։ Հիմա այդ առաջարկությունն անողներն ովքեր են, կամ նախկին նախագահ են, կամ նախկին նախարար են, կամ նախկին դեսպան են, ամենքը ինչ որ ժամանակահատվածում աշխատած։ Եվ այստեղ ես խնդիրը դրա մեջ չեմ տեսնում։ Ես խնդիրը տեսնում եմ, որ ընդհանուր առմամբ մեր քաղաքական համակարգը առողջացման խնդիր ունի։ Եվ այս իմաստով ես կարծում եմ, որ ապագա ընտրությունները լավ հնարավորություն են յուրաքանչյուր քաղաքական գործչի համար իր մոտեցումները ներկայացնելու, իր առաջարկություններով հանդես գալու, դա կլինի բլոկներով, դա կլինի առանձին վերցած քաղաքական միավորներով, բայց լավ կլինի բլոկներով, որտեղ մենք կոչ ենք անում ուժերը խոշորանան, որ ձայները չփոշիանան, եւ դա հնարավորություն կլինի այդ ամեն ինչին իր գնահատականը տալու, էլի, որովհետեւ թեով շատ վստահություն, հիմա ասենք պատկերացնենք Փաշինյանը բոլոր հարցումներով ունի ամենաշատ վստահությունը։ Լավ, օքեյ։ Դե որ այդպես է, ուրեմն Փաշինյանի հետ ասոցացված մարդիկ էլ այդ սեգմենտում, որտեղ որ այնց հեղափոխություն արած, հետո հիասթափված սեգմենտն է, այդ սեգմենտում ունեն բնականաբար իրենց վստահությունը։ Նախկինում իշխանության եղած ուժերը, չգիտեմ, նախկին նախագահների հարող, հա, իրենք իրենց սեգմենտներում ունեն իրենց վստահությունը։ Ես կարծում եմ քաղաքական մրցակցության իմաստով խնդիր չի։ Շատ լավ։ Ձեզ համար խորհրդանշական կերպով ձևակերպեմ հարցս, ելք կա այս իրավիճակից, թե ինչպես ես եմ հասկանում, գնալով սրվելու է։ Ինչքան մոտենա ընտրություններին։ Ես շատ լավ տեսեմ, ես ուզում եմ ասել, որ վստահաբար ելք կա։ Տեսեք, իշխանությունը իրան շատ վստահ է պահում, որ մենք արդեն խնդիր չունենք, ավելի շատ ձայն ենք տանելու, բան, մի հավատացեք, ես ձեզ չեմ ասում, ժողովրդին եմ ուզում հասկանալ, դիմել, որ այդ վստահությունը նաև բերում է հակառակ դաշտի հուսալքության, որ արա դե իրանք են գնանք ընտրական տեղամաս, ինչ անենք, որոշված է, իրանք հզոր են, ամեն ինչ կազմակերպած է, մեր մի ձայնը ոչ մի դեր չի խաղում, հա, մարդուն իդ պահել 5 տարին մեկ իր կառավարման իրավունքից չօգտվելու, հա, կամ քաղաքական ուժերին, որ արա դե համակերպվել այդ ստատուս քվոյին։ Ես ուզում եմ ասել, որ եթե օրինակ Հայաստանը հենց հիմա լիներ նախագահական, իրենք կարող էին այդպես խոսալ, որովհետև նախագահական ընտրական պայքարում իշխանությունը հենց հիմա այո կարող էր վերարտադրվել։ Դեռ նախագահական համակարգում ով որ տեխնացուներից ամենաշատ ձայնն է ստանում, նա ընտրվում է հանրապետության նախագահ։ Պարլամենտական համակարգում, որը մեր ընտրական համակարգն է այսօր,
Այդ հնարավորությունը չկա։ Այսինքն այսօրվա իշխանությունը մաքսիմում կարող է մինչև ձգել 40% ձայների, հա, իր ունեցած ռեսուրսով, ասֆալտով, դպրոցաշինարարությամբ, կեղծ խաղաղության թեզերով, ինչ որ կա։ Դա ավելին չէ։ Հակառակ ճամբարում կա շուրջ 60% ընտրողի ձայն, ընդդիմադիր ձայն, որը դեմ է այս իշխանությանը։ Հիմա տնային աշխատանքը ընդդիմության դաշտում է։ Այսինքն ասել թե Փաշինյանը ինչ անի, ինքը գիտի ինքը ինչ է անում։ Ինքը շատ լավ գիտի ինքը ինչ է անում։ Իշխանությունները գիտեն իրանք ինչ են անում։ Այն ընդդիմադիր դաշտում արդյոք ընդդիմադիր ուժերը կունենան բավարար իմաստնություն, խելք, քաղաքական փորձ, որպեսզի կարողանան այդ 60% ձայները չփոշիացնել, կապիտալիզացնել այդ հնարավորությունը եւ 26 թվականի ընտրություններով խաղաղ, հանգիստ, հանդարտ Հայաստանում հասնել իշխանապողության, որը ուղղակի ինքնանպատակ չի։ Դրա նպատակն այն է հայկական պետականությունը պաշտպանելը, հայ մարդու ինքնությունը պաշտպանելը, որից հետո կխոսենք լողավազան կառուցելու, չգիտեմ, ասֆալտ անելու եւ այլնի մասին։ Այս իմաստով առաջնահերթություններ կան, ես կարծում եմ մեր ժողովուրդը, մեր ազգը, մեր պետությունը, հայկական ազգային պետությունը վտանգված է այս բանին։ Եվ այս իշխանության վերընտրվելու պարագայում այդ վտանգը արդեն ռեալ գործողությունների է վերածվելու, եւ մենք ռեալ ամեն օր տեսնելու ենք, թե ինչա մեզ հետ կատարվում։ Այսինքն ելքը կա։ Հա, ելք կա եւ այդ ելքը ընտրություններն են։ Բա գերտերությունները, նրանց շահերը մեր տարածաշրջանում, մասնարարաբար մեր երկրում եւ միանգամից մի հարց էլ Մավրն իր գործն արել է որ հեռանա։ Դրանք նույնպես, նայեք, մենք սիրում ենք դավադրապաշտական տեսություն, օրինակ Մավր կա, որը բերվել է, որ իր գործը անի, քանի դեռ չի արել, չի կարա հեռանա եւ այլն։ Ժորժ ջան, ամեն ինչ ամենաբարդ հարցերի պատասխանը ամենապարզն են։ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը իշխանության միակ աղբյուրն է եւ գերտերությունների շահերը համընկնում են այսօրվա վարված քաղաքականության հետ, թե չեն համընկնում։ Կարող է խաղակարտերը խառնել։ Միանշանակ ժողովուրդը կարող է ընտրել իշխանություն, որի հետ ընտրվելու հաջորդ րոպեից այդ գերտերությունները հաշվի են նստելու ըստ այդմ բերված քաղաքականությանը։ Այսինքն մենք ունենք իրավիճակ, որ գերտերությունները Բայց այսօր աշխարհում ոչ սովորական իրավիճակ է, պարոն Մանուկյան։ Այո, հենց ոչ սովորական իրավիճակը մեզ տալիս է հնարավորություն փոխել մեր երկրի։ Նրանց էլ տալիս է հնարավորություն Մոլդովայի մոտավորապես նույն ձևաչափով մի բան անել, կասեցնել, արգելափակել կուսակցությունների առանձին քաղաքական գործիչների տանել էլի փակել։ Այ երբ որ ես ասում եմ խոշորացման ճանապարհ, Այո։ Եթե քաղաքական ուժերը գնան խոշորացման ճանապարհով ու հանկարծ իշխանությունը իր մտքով անցկացնի այդ խոշոր խաղացող բևեռի չգրանցել, օրինակ Մոլդովայի ճանապարհով, դա կարող է բերել հեղափոխական իրավիճակի։ Եվ իշխանությունը տեսնելով, որ խոշորացված ուժի է ուզում նման կերպով հետ պահել ընտրություններից, այդ հիմարությունը չի անի։ Բայց եթե ընդդիմությունն անի հիմարություն եւ շուրջ 30 ուժերով, օրինակ, հա, մոտարապես 30 առանձին գնան ընտրական process-ի, իշխանությունը կարող է այդ 30 ուժերից 1-ին, 2-ին, 3-ին չգրանցել, ասի Ժորժ ջան, ինչ խնդրեմ կա, գնացեք այն մնացած 27-ին ընտրեք։ Հասկանում եք ինչ եմ ասում։ Այսինքն այս իմաստով դե էլի եմ ես պնդում, որ տնային աշխատանքը հետևություններ անել։ Արդյոք ամբողջապես այդ 30-ով իրար հետ միավորվելը չի ձայն փոշիացնի։ Օրինակ, Շավարժ Գևորգյանը եւ Էդմոն Մարուկյանը, Պողոսը Պետրոսը եւ Մարտիրոսը միասին մի դաշինքով գնում են ընտրության։ Շավարժին չսիրողը, Շավարժի երեսից Էդմոն Մարուկյանի այդ դաշինքին ձեն չի գնում, չի տալիս։ Բացարձակապես չկա նման բան, ես ձեզ ասեմ, ուրեմն հենց հիմա բոլոր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ կա սպասում ակնկալիք ձևավորված միավորումների եւ ընդհակառակը դիմադիր ուժերը չմիավորվելով կարող են նվազեցնել ընտրողների մասնակցության թիվ, այսինքն հույս չի լինում փոփոխության, մարդը չի էլ գնալու ընտրական տեղամաս։ Միավորումները գրգռում են ընտրական process-ը, մասնակցությանը բարձրացնում են։ Եվ մյուսը, այո, խոսքը մի բևերի շուրջ միավորվելու մասին չի, չնայած դա շատ լավ կլիներ, բայց կարող են երկու բևեր օրինակ։ Եվ իրար հարող, իրար ավելի մոտիկ, իրար ավելի հասկանալի ուժերը, վստահ եմ ամբողջ քաղաքական 2 կամ 3 միգուցե ամբողջ քաղաքական ներկապնակում հնարավոր են տեղավորվել։ Այս իմաստով ես ուզում եմ ձեզ օրինակ բերել 2008 թվականի ընտրությունները։ Լևոն Տեր-Պետրոսյանը ունենալով հակառեյտինգ բավականին բարձր, խոշոր ընդդիմադիր բևեր առաջնորդելով
նաև ես իմ շրջապատում գիտեմ, մարդիկ ովքեր քվեարկել են, մասնակցել են ցույցերի, հա, չսիրելով այդ ձեր ասած, չսիրելով այդ բևեռում միավորված տարբեր ուժերի։ Միավորումը բերում է կոնսենսուսների, կոմպրոմիսների նաև ընտրողի մոտ, որ լավ, եթե ես ուզում եմ ստատուս քվոն փոխվի, ես ձայնս տալիս եմ իրենց, որ իրենք փոխեն։ Դրանից հետո ես կանեմ այլ ընտրություն, օրինակ։ Այս իմաստով միանշանակ է, որ միավորումները բերելու են փոփոխություն։ Ինչ ձևաչափով եք դուք մասնակցելու ընտրություններին, ձեր կուսակցությամբ, թե ասենք, չգիտեմ, Արման Թաթոյանի հետ, Կարեն Կարապետյանի կամ Գագիկ Ծառուկյանի հետ եք միավորվելու, նայեք, ես ասեմ, ուրիշ անուն կտակ, չգիտեմ։ Ես հիմա որևէ անուն չեմ կարող տալ, այն իմաստով, որ դա կլինի շատ Ֆալշտարտ։ Այո, ես կարող եմ ասել հետևյալը, որ մենք շաբաթ օրը ունենք համագումար, եւ նաեւ կուսակցության 10-րդ տարեդարձն է, այդ միջոցառման ժամանակ բնականաբար այդ հարցերը քննարկվելու են։ Մենք բազմից հայտարարել ենք, որ մենք մասնակցելու ենք, ուղղակի ֆորմատի հարցն է, որ մենք բաց ենք թողնում, որովհետեւ եթե մենք լոբինգ ենք անում խոշորացում ուժերի, սխալ կլինի, որ մենք ասենք, որ մենք առանձին մասնակցելու ենք։ Դա կլինի, որ ասինքն մենք մեր ասած սխալը անում ենք, հա։ Հետեւաբար մասնակցությունը այո միանշանակ, իսկ թե ինչ ֆորմատով մեր պատկերացած խոշորացման լոբինգը մենք շարունակելու ենք առաջ տանել եւ այդ լոբինգի արդյունքում կերևա նաեւ թե ինչ ձևաչափ կձևավորվի։ Բնականաբար այն քաղաքական բովանդակությունը, որ մենք ենք ստեղծում, ես կարծում եմ, որ շատ քիչ կարող են դա ստեղծել եւ ավելին ասեմ, նաեւ մեր քաղաքական բովանդակությունը նաեւ բազմապատկվում է տարբեր քաղաքական ուժերի կողմից, ինչը շատ լավ է, այսինքն մարդիկ կիսում են այդ մոտեցումները եւ իրենց խոսքում, իրենց հարցազրույցներում, իրենց գրառումներում դա բազմապատկում է։ Հետեւաբար հետ գալով միավորման մտքին, միավորումը շատ հավանական է, շատ սպասված է։ Եվ այս ուղղությամբ աշխատանքները կիրականացնենք արդեն ավելի ակտիվ համագումարից հետո։ Դուք եք կարծում, որ նախկին նախագահները չպետք է մասնակցեն ընտրության, որ Արման Թաթոյանը եւ մյուս ավելի երիտասարդ գործիչները հաջողեն Փաշինյանի դեմ պայքարում։ Գիտեք, դա ես տեսել եմ Արման Թաթոյանին ցիտեցիք, դա 21 թվականի իմ գաղափարն է։ Ես դա 21 թվականին ազգային ժողովի ամբիոնից եմ ասել։ Տարուկես առաջ այդ մոտեցումը ես կրկնել եմ, նաեւ Միքայել Սրբազանն է խոսել այդ թեմայով, բայց ես կարծում եմ այս փուլում հենց հիմա այլևս այդ թեման ժամանակավրեպ է, այն կորցրել է իր արդիականությունը, այն իմաստով, որ եթե օրինակ Ռոբերտ Քոչարյանը իր առաջնորդած դաշինքում ունի X քանակի ձայն, եւ այդ X քանակի ձայնը, օրինակ նախկին իշխանություններին, հա, ձևակերպենք, իրանց տիրույթը մոտավորապես 20%-ի մեջ է, 15-ից 20 է տատանումը։ Հիմա իրանք թող իրանց 15-20% ձայները տանեն։ 21 թվականի իրողությունը այլևս չկա։ Ես 21 թվականին ազգային ժողովի ամբիոնից ասել եմ, որ Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին եմ դիմում, որ իրանք ետ քաշվեն, չմասնակցեն ընտրություններին, այլապես Նիկոլ Փաշինյանը վեր ընտրվելու է։ Բայց 21 թվականը անցել է։ Հիմա ռեալ այլ շանս կա իմ նկարագրած բևեռներով գնալ ընտրություններին եւ այդ ընտրություններում հասնել իշխանափոխության։ Հիմա այսինքն ես չեմ կարող ասել թե որ ովքեր ինչպես են հիմա տեսնում նորից այդ միտքը կրկնելու իմաստով, բայց սա միանշանակ է, այսինքն մարդկանց մեջ հիմա այդ վախը չկա, որ օրինակ նախկին իշխանությունները կվերադառնան 21 թվականին կար, այսինքն այդ իմ ասած 15%-անոց տիրույթում այդ հնարավորությունը չկա։ Ավելին ասեմ նաև հիմա Սամվել Կարապետյանի բանտարկությունից հետո հայկական քաղաքական ներկայապնակում նոր իրողություն է առաջացել։ Եթե մարդիկ չեն ուզում դա Եթե Սամվել Կարապետյանի նկարին են այդքան ձեն տալիս կոպիտ ասած։ Չեն ուզում բան անեն, այսինքն բոլոր հարցումներում այդ ուժը երկրորդ տեղում, այսինքն ակնհայտ է, որ այլևս այդ բոբոյացնել նախկիններին եւ նրանց հակաբևեր քվեարկությամբ բերընտրվել այդ հնարավորությունը չկա հիմա։ Գոյություն չունի հիմա նման հնարավորություն, որը հետ գալով էլի, շատ լավ, թող նախկիններով, նախկին իշխանությունները, չգիտեմ, նախկինում իրար հետ ովքեր որ լեզու են գտնում, հավաքվեն մի բևեռի շուրջ եւ այդ իրանց ունեցած պոտենցիալը կապիտալիզացնեն ընտրական տեղամասերում, համապատասխան ձայների վերածեն։ Մյուս դաշտում, մյուս ուժերը, էսա, գիտեք, ես ուղղակի խնդիր եմ տեսնում, որ Հայաստանում քաղաքականության մեջ, քաղաքականության փորձում են զբաղվել շատ մարդիկ, ովքեր քաղաքական չեն
եւ չգիտեն ինչա քաղաքականությունը եւ խնդիրները այդտեղից են հիմնականում առաջանում։ Ես հույս ունեմ, որ քաղաքական փորձ ունեցող քաղաքական մարդկանց կլսեն վերջին հաշվով, ապա քաղաքական մարդիկ եւ կգնան ավելի խելացի ճանապարհներով։ Վերջին հարցս, եթե ինչ որ հրաշքով ընդդիմությունը վերցրեց, այսօր թույլ տվեք ասել հրաշքով, էլի, այսօր որտեղ տենց հայերևում, հա, վերցրել իշխանությունը, ինչ է, պատերազմ է լինելու, Արցախն են փորձելու հետ բերել, վերջ խաղաղությանը, երեք է ասել լրագրողներին Փաշինյանը, թե նրանք, ովքեր ասում են Ղարաբաղի հարցը չի լուծվել, նրանք նոր պատերազմ են ուզում։ Դա ահաբեկչություն է սեփական ժողովրդի նկատմամբ, որովհետև այդ տեքստերով նախ մանիպուլացվում է, որ եթե խաղաղությունն ու իրենք ասոցացվեն միմյանց հետ, եթե իրենք չեն, ուրեմն խաղաղություն չի լինելու։ Նախ մի ուժ, որը բերել է պատերազմ, ինքը չի կարող խաղաղության հետ ասոցացվել, սկսեմ այդտեղից։ Երկրորդը, խաղաղությունը չի եկել, որովհետև չկան անվտանգային մեխանիզմներ եւ անվտանգային երաշխիքներ, բանակցված, եթե դա կարելի է անվանել բանակցված, ինչ է շատ լավ գիտեմ, նախաստորագրված փաստաթղթով։ Որևէ ուժ, որ հիմա հայտարարել է, որ ընտրություններին մասնակցելու է, չունի իր ծրագրերում, օրինակ, պատերազմ սկսել Ադրբեջանի դեմ կամ գնալ Լեռնային Ղարաբաղը հետ բերել։ Նման օրակարգով քաղաքական միավորներ այս ընտրություններին չեն մասնակցում, չկան։ Ես չեմ տեսել նման ուժեր։ Հետեւաբար փորձել մարդկանց մանիպուլացնել այս թեմայով, սա աբսուրդ է։ Ես ինքս հայտարարել եմ, որ այն փաստաթղթերը, որոնք հիմա նախաստորագրված են կամ ստորագրված են, դրանք հնարավոր են վերաբանակցել եւ այդ բանակցությունների միջոցով հասնել իրական խնդիրների լուծումներին։ Ես անգամ բան այդ խաղաղություն բառը այնքան է հիմա երկրում շահարկվել, որ այդ բառն են արժե զրկել։ Չեմ էլ ուզում ասեմ գալ իրական խաղաղության բան։ Ու մենք ունենք խնդիրներ, եւ այդ խնդիրները պետք է լուծվեն։ Այդ խնդիրները մինչեւ պատերազմն էլ կարող են լուծվել խաղաղ ճանապարհով, որ չեն լուծվել եւ հիմա էլ կարող են լուծվել խաղաղ ճանապարհով, որ էլի էս իշխանությունը խոսում է դրանից, բայց չի լուծում։ Եվ իշխանությունը փոխվելու արդյունքում դրա ռեալ հնարավորությունը կա։ Շատ հանգիստ։ Շնորհակալ եմ հետաքրքրության համար։ Հայկական երկրորդի եթերում խոսքի իրավունքից օգտվեց Էդմոն Մարուքյանը, մենք հանդիպենք ցտեսություն։ Օրվա հարցը տարբեր տեսանկյուններից առանց անկյունների սեղանին։ Սա խոսքի իրավունքն է, ես Շավարժ Գևորգյանն եմ, եթե ուզում եք բաժանորդագրվել YouTube-յան մեր ալիքին, հղումը էկրանին է։